Ասելիքները վերջի 3 օրերի հետ կապված ազգային ժողովում ինչա կատարվում շատ են, բայց հիմա դրա մասին չեմ խոսի։ Մի հատ կարևոր հարցի վրա եմ ուզում անդրադառնալ։ Էդգար Ղազարյանի հետ լիքը հարցերում կարող եմ համաձայն չլինել, բոլորս էլ մարդիկ ենք, ունենք մեր մոտեցումները, բայց մի բան կա, նայում եմ այս 2 օրը ինչ որ տես տարբեր ԿՊ ներկայացուցիչներ, տարբեր ռանգի падգամավորներ ասում են, որ Էդգար Ղազարյանը կամ Նարեկ Կարապետյանը առավել եւս պետք է ներողություն խնդրեն, որ ասել է Էդգար Ղազարյանը, որ թող այդ հայ սակրավորները պայթեն այդ ականների վրա Հայելի ակումբում, հա, Հայելի ակումբի հետևորդն էլ չեմ։ Բայց մի հատ sense բան ասեմ, երեք այն DJ Էդոն էր դրա մասին հերթական տենց ինչ որ բանը խոսում, լսի Էդո, այ չգիտեմ ինչ սուբյեկտ։ Ես այդ մի հարցում Էդգար Ղազարյանի հետ համաձայն եմ։ Արի մի հատ sense բան պատկերացնենք, դու ու այն քո դերասանուհի ընկերուհիդ ապրում եք մի հատ բազմաբանական շենքում ու քո բոլոր հարևանները, լավ, 3 հարևանդ լինում են ադրբեջանցի մարդակերներ։ Դու քո տանը դուռը կքանդես անես տեղը բաց թողես, որ գան քո մի խոսքով չասեմ ինչ անեն։ Արա լսի, ինչ ասում Էդգար Ղազարյանը, կոնտեքստից մի կտրեք այդ մի բանը, ասում է, որ երբ որ այդ ականապատ դաշտերից ականները հեռացնում եք, ապա դուք բաց դուռ եք թողում, որպեսզի ադրբեջանցի մարդակերները սողոսկեն Հայաստանի Հանրապետության տարածք, սպանեն, գնդակահարեն մեր զինվորներին, այնուհետև անցնեն մեր բնակավայրեր։ Ճիշտ է ասում Էդգար Ղազարյանը, այո, ես համաձայն եմ այդ մտքի հետ, որ եթե այն մարդը, որը կբացի մեր երկրի տարածքը թշնամու առաջ, ինքը թող պայթի այդ մինի վրա։ Ես դրա հետ համաձայն եմ։ ԿՊԱ-ականներ կամ ԿՊԱ-մերձ միջավայր, ԿՊ ընտրողներ, դուք էլ մտածեք, դուք համաձայն եք, որ դեռ տան դուռը բացեք, որպեսզի այդտեղ մտնեն ադրբեջանցի մարդակերներ։ Իսկ Նարեկը քեզանից ներողություն կամ ազգային ժողովի անդունից ներողություն խնդրելու բան չունի։ Այդ դուք պետք է ներողություն խնդրեք։ Դուք պետք է ներողություն խնդրեք, որովհետև դուք թշնամի եք, դուք ադրբեջանցի եք։ Այսքանը։